Տիկին Ազարյան, դուք ինչպես եք մեկնաբանում Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունները, ձեզ արդեն մեղադրում են ընտրված քաղաքապետին, նկատի ունեմ իշխող ուժին, մեղադրում են ընտրված քաղաքապետին ճնշելու, նրանից տեղական իշխանությունը խլելու մեջ։ Նարեկ ջան, ինչ ասել է իշխանությանը մեղադրել։ Իրավապահ համակարգը, համապատասխան ստորաբաժանումները օրենքով սահմանված կարգով իրականացնում են իրենց ծառայությունը, իրենց առջև դրված խնդիրն են լուծում այս պահին Գյումրիում, իդեպ տասնյակ խոչընդոտների ներքո, որովհետև տեսնում ենք մենք ամբողջ Facebook-յան հարթակում, ուղիղ եթերների, տրամաբանության մեջ մենք տեսնում ենք ինչ է կատարվում Գյումրի քաղաքում, անգամ քաղաքացիները ուղղորդված մի քանի խումբ ծառայողական մեքենաների անիվներն են վնասում, այս պահին ես քիչ առաջ դիտում էի այդ տեսանյութերը, ինչ ասել է իշխանությունը, ինչպես դուք նշեցիք, չէ, ընտրված քաղաքապետին։ Նախ ես ուզում եմ հիշեցնել մեր համաքաղաքացիներին, մեր սիրելի գյումրեցիներին, այն որ այս ամենը դեռ սկսվել է 2019 թվականից եւ Վարդան Ղուկասյանը շատ լավ իմանալով թե քանի գործերով է անցնում, քանի այսպես ասած քրեական գործերով է ոչ միայն նա, նաև իր որդին անցնում, նա շատ լավ գիտեր ինչ է սպասվում իրեն եւ կարծում եմ ամենաբարենպաստ պայմաններն էր ստեղծվել, որ այս փուլում իրեն տեղավորի քաղաքալայցյալի տրամաբանության մեջ մի կերպ, բայց ես վստահ եմ, որ դա չի ստացվի, արդեն իսկ զայնագրությունները ողջունում եմ խնդրում տարածվել է ամբողջ մամուլում, ինչպես է նա իր ենթակայի հետ։ Ես իհարկե չեմ մեջբերի այն բոլոր հայոյանքները, այն լկտի խոսույթը, որով նա առաջին հերթին հարաբերվում է իր ենթակայի հետ, հետո նաև խոսում այն մնացած ներգրաված անձանց մասին, այսպես ասած, փողի բազար են անում, ներողություն եմ խնդրում այս բառի համար, բայց դա այլ կերպ չեմ կարող, ես այլ բնորոշում չունեմ դրան տալու, իհարկե մինչև վերջ չլսեցի, նողկալի էր լսել այդ ձայնագրությունը, գիտեք, ընդդիմադիր թերևս անմեղության կամ խավարկածը այս իշխանությունը այդպես Այո, չկա դատանի վճիռ, արդեն ձերում Facebook-ում գրել են կաշառակերը։ Ընդ որում այդ նույն պատգամավորները, ովքեր մի ժամվա ընթացքում հասան Երևանից Գյումրի, թող հիշեն նախկինում քանի ժամում էին հասնում եւ պիտի նորից կրկին հետ վերադառնան եւ շնորհակալություն հայտնել, որ այսօր մի ժամում հասան Երևանից Գյումրի ի աջակցություն Վարդան Ղուկասյանի, բայց հետ գալով նաեւ այս թեմային։ Չէ, ինչ է արդեն կաշառակեր համարում նրան եւ դատանի վճիռ չկա։ Ես Հայաստանի դնենք մի կողմ, պատգամավորական մանդատը, ստատուսը, քաղաքական պաշտոնը, ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի լսելով այդ ձայնագրությունը, Նարեկ ջան, առաջին բանը շատ բանալ է, ինչ եզրակացություն կարող է անել։ Եվ Վարդան Ղուկասյանը, հիմա ես իհարկե զարմացած եմ, որ դեռ չեն ասում, դա արհեստական բանականությունն է, դա Վարդան Ղուկասյանի ձայնը չէ, մի տեսակ կարծում եմ խառն են, հələ այդ թեզը չի մղվել դաշտ, բայց առաջին բան, որ քաղաքացին լսելուց հետո պիտի արձանագրի կամ հետևություն անի, դա հետևյալն է։ Համայնքապետը դեռ մի տարին էլ չի բոլորել իր պաշտոնավարման, նա իհարկե գլուխ բարձրացրեց իր այդ հակումը, որը քնած էր շատ, բոլոր հնարավոր գործիքները օգտագործելով զավթել այս կամ այն հողը։ Էլ չեմ ասում, որ նա պիտի դեռ տասնյակ 20 գույքերի համար պատասխան տա դատախազությանը, համապատասխան իրավապահ համակարգի պատասխանատուներին պիտի պատասխանի այդ հետևյալ հարցերին, որտեղից է գեներացրել այդքան գույք դրամական միջոցներ, ինչպես նաև իր որդին։ Եվ դա առիթ է իշխանությանը, որ Վարդան Ղուկասյանին հեռացնի քաղաքապետի պաշտոնից։ Իշխանությունը չի հեռացնում Վարդան Ղուկասյանին, եկեք հիշենք, որ Վարդան Ղուկասյանը ընդ որում շնորհակալ եմ, որ հիշեցրեցիք, այն բոլոր ուժեր, ովքեր իրենց ձայնը նվիրեցին Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա դառնա քաղաքապետ, հավասարապես պատասխանատվություն պիտի կրեն, ինչու որ ես դեռ չեմ տեսնում Գյումրիի հրապարակում Վարդան Ղուկասյանին արդեն այսպես ասած անվանում են քաղաքալայցյալ, շուտով երևի քաղբանտարկյալ կանվանարկեն, իհարկե դա կորոշի իրավապահ համակարգը, բայց ես էլ եմ ասում այն ուժերը, ովքեր ձայնը նվիրեցին իրենց ձայները ստելով գյումրեցիներին,
Գյումրեցին ընտրեց X-ին, բայց Y-ը դարձավ քաղաքապետ, պիտի պատասխան տան նաև այս մարդիկ։ Նիկոլ Փաշինյանն ասում է Վարդան Ղուկասյանը պետք է հեռացվի։ Իշխանությունը հեռացրեց։ Իշխանությունը ո՞նց Փաշինյանը ազգային ժողովում ցուցում չտվեց հեռացնել։ Ձայնագրությունը հայտնվել է համապատասխան ստորաբաժանման ձեռքի Վարչապետը ցուցումը տվեց, իրավապահները մեխանիզմները գտան հեռացնելու, ճիշտ եմ հասկանում։ Բոլորովին չեմ կիսում այս տեսակետը։ Ինչու՞, որովհետև էլի եմ կրկնում։ Սա ընդհանրապես հակասում է, ձեր ասածը հակասում է ինչ առումով, որ էլի եմ կրկնում 2019 թվականից սկսած այս նախապատմությունը, հա, եկեք հասկանանք որտեղից է գալիս եւ ի վերջո Վարդան Ղուկասյանը այսօր քաղաքապետարանի շենքը չի լքել քաղաքապետ լինելու պատճառով։ Վարդան Ղուկասյանը քաղաքապետարանի շենքը այսօր լքել է այն պատճառով, որի մասին քիչ առաջ խոսում էինք։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասաց պետք է նրան հեռացնել, հա, հանրային ասպարեզից եւ մենք այս գործողություններն ենք տեսնում։ Արդյոք վարչապետի ելույթը իրավապահամակարգը ի գիտություն չընդունեց։ Իրավապահամակարգի գիտություն է ընդունել այն ձայնագրությունը, որ այսօր իր ձեռքի տակ է հայտնվել։ Այսօր կամ օրեր առաջ չեմ կարող ասել դետալ։